Նվիրված ապստամբություն ասելով կոնկրետ ինչ եք հասկանում, որ պարագայում այդ քայլին ժողովուրդը կգնա։ Ուրեմն իրավիճակն է թելադրում։ Հիմա մոբիլիզացիա չի կատարվում։ Մարդիկ քնած տեղը չի պիտի մորթվեն։ Ինքնապաշտպանության իրավունք ունեն։ Լավ, դատարկելով, հանձնելով, դուք բոլորս էլ այն, որ Ադրբեջանը չի հրաժարվելու այդ զիջմանը, բոլորս գիտենք։ Պատերազմը կանգնած է դռներից։ Այս մարդիկ մոբիլիզացիայից վախենում են։ Այս մարդիկ Հայաստանին պարտադրում են հայ ժողովրդին ցանկացած զիջման։ Թե հակաօդային պաշտպանությունը հանձնեն, եւ ես վստահ եմ, որ մի օր էլ հայ զինվորին դուք տեսեք հիմա ինչ է կատարվում։ Հայ զինվորը դիրքերում մեռնումասը հայտնաբերել ենք դիակ, այսինքն զինվորը դարել է մի տեսակ շանթուլի գին։ Կներեք խոսքիս համար, որ ազգի ամենաթանկ պետական արժեքն է։ Դուք այլ ընտրանք տեսնում եք։ Ես ձեզ եմ հարց տալի, այլ ընտրանք կա, ուրիշ ինչ ձև կարելի է պայքարել գոյատևման համար։ Ուզած թե չուզած, եւ ժողովուրդ ասածի մեջ մտնում է եւ ոստիկանը, եւ բոլոր աշխատակիցները, որոնք ճիշտ է, բայց երկիրը քանդելու համար չեն աշխատում այդ մարդիկ։ Նրանք հանդես են գա, այդ ժողովրդից են ծնվել, չէ՞ այդ մարդիկ։ Շեշտում եք, որ առաջինը Արցախն է ոտքի կանգնելու եւ այնտեղ արդեն ապստամբելու կոնկրետ ժամանակահատվածն է։ Այո, հենց կգնա այդ գործընթացը, Արցախահայությունը համատեղ ստեղել է լինելու։ Ալիքը բարձրանալու է սարսափելի մեծ, անվերահսկելի։ Սա գիտակցում են նաեւ սրանք, այս անկլուխ զիավորները։ Որպեսզի դա չլինի ժամ առաջ, ժողովուրդը պետք է ինքնակազմակերպվի։ Չպիտի թույլ տան, այնտեղ ինչ է պարտադիր մեր երեխաները պիտի զոհվեն, նոր մեր ասածը ի կատարածվի ինչ է։ Նախագահային դիտարկում են ուղղակի որպես նախագահի աթոռը զբաղեցնող անձ։ Այդ պարագայում այստեղ իրեն կոչերով դիմելը ինչ արդյունք կարող է տալ նաև Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակելու մասը։ Ուրեմն ճիշտ ասած իմ գալս ինչ-որ դիմել նախ զբաղեցնող չէ, բռնազավթած, իրան պետք է մեկ անգամ էլ հիշեցնել, որ վերջը տխուր է լինելու, մի արա, այս ժողովուրդը հազարամյակներով եթե գոյատևել է այսքան ողերիմ թշնամիների մեջ, մեկ ավելի ողերիմ թշնամի մի եղիր սեփական ժողովրդի առաջ։ Սա է ընդամենը մեր ասելիքը, որ հիշիր։ Գալու է օրը մենք թանկ ենք մատուցելու մեր հաղթանակի համար, մեր անկախության համար։ Մենք ունենք ատրիբուտները, բայց չունենք անկախությունը։ Մենք դարել ենք քաղաքական մի հատ, այսինքն հանրության կողմից որպես մի հատ կներեք, բայց շատ տխուր արտահայտություն է, մի հատ լաթի կտոր։ Արտգործ նախարարությունը չի գործում, չթվարկեմ, բոլոր, ես չեմ ասում, թե կոռումպացվածության աստիճանը, կատարելիք հանցագործությունները, որ կատարվում են։ Արցախը հայտարարել է, որ փոխզիջումների պատրաստ է Ղարաբաղի հարցում, ինչ փոխզիջման մասին կարող է խոսքը գնալ եւ արդյոք պաշտոնատար անձիկ է, որ պետք է փոխզիջումների պատրաստ լինեն, թե սա միայն ժողովրդի որոշելիք խնդիրն է։ Դուք ինչ-որ մի հատ հարեմի ներքինի արտահայտություն համեմատել Արցախի անունով հանդես գալ, դա ներողություն այդ բառը, ընդամենը ես ավելի գեղեցիկ չեմ կարող արտահայտել, հարեմի ներքինի արտահայտությունը, ամբողջ Ղարաբաղն էլ դրա լուրջ չի վերաբերում, դեռ փորձեն թող էդի կատարած, հենց իրան էլ կզիջեն, դուք արցախցիներին լավ չգիտեք, ճիշտ է, այնտեղ բանդային ռեժիմը 3 անգամ ավելի ծանր է, քան թե այստեղ, բայց Արցախում դուք լավ չգիտեք։ Հենց իրանց էլ կզիջեն, այնտեղ շատ չեն դավաճաներ այստեղի պես։ Այստեղ եթե ասենք մի 20-30-ն, այնտեղ երևի 5-6 կա։ Պարոն Մանուկյան, ձեր եղբոր գործը առանձնացվել է Ժիրայր Սեֆիլյանի գործից, չնայած ձերբակալությունը հենց այդ գործի շրջանակում էր, խուզարկությունը եւս։ Սրան ինչպես եք վերաբերում եւ սա արդյոք չի կարող որպես ճնշում կիրառվել նաեւ ձեր նկատմամբ ընտանիքի մյուս անդամների, ովքեր այսօր եւս ակցիային մասնակցում են։ Ճիշտ ասած, ես ամենևին էլ չեմ հետաքրքրվում։ Ոչ մի բանով, նույնիսկ ոչ էլ փորձում են միջամտել։ Թող անեն ամեն բան, ինչով կարող են։ Ես գիտեմ, բոլորս էլ գիտա, ամբողջ ժողովուրդն էլ գիտակցում է, որ սա փորձում են եղբորս իմ դեմ պատանդի կարգավիճակով, ծանրոց կախելու վրաց, բայց չի հաջողվելու։ Ես ասել եմ, հիմա էլ եմ ասում, անիջան։
Եթե նույնիսկ գնդակահարեն, իմ դեմ կանգնեն գնդակահարեն։ Ես աչքս չեմ թարթել։ Ինչ է, եղբորս ես կարող եմ փոխել Հայաստանից է։ Ես Ուրֆանյանի արյունը փոխեմ, կամ են 100 տղաների արյունը եղբորս է։ Կամ են գալիք տղաները, որը պիտի զոհվեն։ Ես փոխեմ եղբորս անվտանգության հետ։ Բոլորս էլ գիտեն, որ դա շինծու ցանկացած մեկի տունն էլ մտնեն, բան ինչի՞ համար իրանց գող ավազակ մարդասպանների տները չեն խուզարկում։ Բոլորն էլ ազատ ման են գալիս։ Այնպես որ այդ թեման ես համարում եմ արդեն փակված թեմա։ Փորձեցին կպցնել Ժիրայր Սեֆիլյանի չկայացած ինչ-որ բանի հետ, նախնդեղել արհեստական բաներ էին ստեղծել։ Դուք գիտեք, սրանց արհեստական շինծու բաները ինչքան բան են։ Տերորիստական խմբեր, չգիտեմ, ես ինչու չկա դες բան գոյություն չունի։ Իրենք են վախեցած, իրանք են մտածում, թե ինչ-որ բան։ Այդ երկու ինքնաձիգը եթե հայտնաբերել են ինչ-որ մեկի մոտից, կարող է դրանք ատոմային մարտագաղթիքներ էին կրակում։ Հա? Չէ՞ որ երկրի նախագահ այդ բռնազավթած անձը ինքն ասում, մեր զենքերը 80-ական թվականների զենքեր են։ Չի մասին է։ Պարսատիկով Քեղաշրջում չեն անում, ժողովրդի պահանջով է տալի։ Ուղղակի ես չեմ ուզում այդ ժամանակ, մենք չենք ուզում, որ ոնց ասեմ, քենը խոսի, վրեժ խնդրությունը խոսի։ Այս ոստիկանները որ կանգնել են, չէ՞, վաղը եղբորը սպեց հաճելի մի կողքին զինվոր են լինելու։ Ես նրանց հանդեպ ոչ մի քեն չունեմ։ Տարանջատել են մեզ, տեսեք ճակատային գիծ են բացել մի տեսակ։ Իրենք էլ են գիտակցում, որ Ժիրայրը րոպե պահանջված անձ է հայ ժողովրդի համար։ Եվ ոչ միայն Ժիրայր, այնտեղ են բանտում լցված տղաները։